Իսրայելը հարվածել է Իրանին, թիրախում են եղել Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն 6 ռազմական բազաներ։ Հարվածն ուղղվել է այն տարածքին, որտեղ ապրում են ռազմական պաշտոնյաները։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, միջուկային ծրագրի առանցքային ֆիզիկոսներ։ Իսրայելական հարվածները հասցվել են իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Իսրայելի բանակի գլխավոր խոսնակ Էֆի Դեֆրին իր հերթին հայտնել է Իսրայելի ուղղությամբ 100 անօդաչու թռչող սարքի արձակման մասին։ Իսրայելը պետք է սպասի խիստ պատժի, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին։ Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ։ Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով չեղարկվել են Երևանից դեպի Թել Ավիվ, Դուբայ և Աբու Դաբի չվերթները, հետաձգվել է դեպի Թեհրան չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոցի պաշտոնական կայքից։ Թրամփը տեղյակ է եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանին նախքան դա տեղի կունենար։ Ըստ Fox News-ի Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը հակահարված տա։ ԱՄՆ նախագահը հույս ունի, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա Գլոբսեկ 2025 ֆորումին մասնակցելու նպատակով։ Փաշինյանը կմասնակցի օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև Մարսելում համաժողովի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է Հայաստանն ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են ռազմավարական գործընկերներ։ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը գերազանց հարաբերություններ ունի իր 4 հարևաններից երկուսի՝ Իրանի և Վրաստանի հետ։ Նաև փորձում է դրանք հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մտադրվելով բացել սահմանները և երկաթուղային կապ հաստատել։ Հայաստանը ցանկանում է իր շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման մթնոլորտ, որպեսզի դրանից շահի ոչ միայն ինքը, այլև հարևան երկրներն ու տարածաշրջանները, հավելել է արտաքին գործերի նախարարը։